Քիմիայի կենսաբանության օնլայն պարապմունքների համար զանգահարել վիդեոյի նկարագրությունում նշված հեռախոսահամարով։ Այս վիդեոյում կհասկանանք, թե ինչպես դասակարգել նյութերը։ Նյութերը կախված իրենց կազմից կամ մաքրության աստիճանից լինում են երկու տեսակի՝ մաքուր նյութեր և խառնուրդներ։ Մաքուր նյութերը կազմված են միայն մեկ տեսակի նյութից կամ միայն մեկ տեսակի մոլեկուլից կամ միայն մեկ տեսակի ատոմից, իսկ խառնուրդները կազմված են երկու և ավելի նյութերից։ Ինչպես արդեն ասացինք, մաքուր նյութը կարող է լինել ինչպես ատոմային կառուցվածքի ատոմ ներկայացնել իրենից, այնպես էլ մոլեկուլային կառուցվածք, այսինքն միացություն ներկայացնել։ Օրինակ, ատոմային, եթե վերցնենք երկաթը աուրում, ներողություն ոսկին աուրում, երկաթը ֆեռում, պղինձը կուպրում, այսինքն ատոմային կառուցվածք ունեն։ Մյուս պարագայում կարող են ունենալ մոլեկուլային կառուցվածք։ Կամ ասում ենք նաև միացություն են իրենցից ներկայացնում։ Օրինակ, տանը մեր կողմից օգտագործվող շաքարը C12H22O11, այսինքն սա ատոմների համախումբ է, իրենից ներկայացնում է մոլեկուլ, մոլեկուլային կառուցվածք ունի։ Այսինքն, եթե մենք օրինակ ոսկին մանացնենք, կհասնենք մինչև ատոմային մակարդակ աուրում, ատոմի կհասնենք։ Իսկ օրինակ շաքարի դեպքում մանացնենք, կհասնենք մինչև մոլեկուլի մակարդակ C12H22O11։ Իհարկե C12H22O11-ը ինքը կազմված է ատոմներից, բայց եթե մենք սա մանացնենք մինչև ատոմային մակարդակ, այսինքն մինչև C, H և O, այլևս այդ շաքար, այս նյութը, սախարոզը գոյություն ունենալ չի կարող։ Այսինքն մոլեկուլը նյութի գոյության վերջին սահմանն է, եթե մենք մոլեկուլն էլ մանացնենք, այլևս սախարոզ նյութը գոյություն ունենալ չի կարող։ Սախարոզը C12H22O11։ Խառնուրդները իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ հոմոգեն, հետերոգեն, կամ հոմոգենը անվանում ենք նաև համասեռ, հետերոգենը անհամասեռ։ Համասեռ խառնուրդ, երբ որ խառնուրդի բաղադրիչները մենք անզեն աչքով տարբերել չենք կարող։ Օրինակ շաքարաջուրը։ Մենք շաքարը ջրի մեջ տեսնել չենք կարող։ Իսկ հետերոգեն, երբ որ խառնուրդի բաղադրիչները անզեն աչքով կարող ենք տարբերել։ Օրինակ ձեթաջուրը, ձեթը ջրի մեջ չի լուծվում, այսինքն ձեթը հստակ երևում է, կամ ավազաջուրը, ավազը ջրի մեջ երևում է, դա հետերոգեն խառնուրդ է ստացվում։ Հիմա փոքրիկ հարցի պատասխանենք, որ նյութը մաքուր նյութ չէ։ Սուրճ, ալյումին, կերակրի աղ։ Այստեղ ճիշտ պատասխանը կարծում եմ արդեն կռահել եք, սուրճն է, որը մի քանի նյութի խառնուրդ է։ Ալյումինը միայն ալյումինից է կազմված, այսինքն ատոմային կառուցվածքի մաքուր նյութ է, իսկ կերակրի աղը նատրիում քլորն է, այսինքն միայն նատրիում քլոր նյութն է այդտեղ, որը միացություն է։ Այստեղ եւս մեկ նրբություն քննարկենք։ Միացությունը, օրինակ նատրիում քլորում, որը կազմված է ատոմներից նատրիումից եւ քլորից, նատրիումը եւ քլորը քիմիապես իրար հետ կապված են։ Իսկ խառնուրդը, որը կազմված է տարբեր նյութերից, դրանք իրար հետ քիմիապես կապված չեն։ Պարզապես խառնված են իրար հետ։ Օրինակ օդը, որի կազմի մեջ մտնում է թթվածին, ազոտ, հելիում, CO2 եւ այլ գազեր, այսինքն այս գազերը քիմիապես իրար հետ կապված չեն, ուղղակի խառնված են իրար հետ։ Հիմա պատասխանենք հարցի, օրինակ, ծովի ջուրը կամ օվկիանոսի ջուրը, որ տիպի խառնուրդներին կպատկանի կամ մաքուր նյութ է թե խառնուրդ է եւ որ ուղղությանը կպատկանի։ Ծովի ջուրը բնականաբար խառնուրդ է, քանի որ այդ ջրում լուծված են բազմաթիվ աղեր, գազեր։ Եվ այն հոմոգեն, համասեռ խառնուրդ է, որովհետև այդ լուծված նյութերը անզեն աչքով չեն երևում։ Հիմա նայում ենք նկարին եւ ասում, որտեղ մենք գործ ունենք մաքուր նյութի հետ։ B-ն եւ C-ն, իհարկե, դրանք խառնուրդներ են, ինչու, որովհետև կոնկրետ C-ում այստեղ մենք ունենք երկու տարբեր նյութեր, գունային տարբերվում են իրարից, այսինքն երկու տարբեր նյութ ունենք այստեղ։ Այստեղ եւս արդեն ատոմային կառուցվածքի երկու տեսակի ատոմներ ունենք, մեկը բացգույնով է, մյուսը մուգ, իսկ առաջինում մենք ունենք միայն մեկ տեսակի նյութ, որը մոլեկուլային կառուցվածք ունի, միացություն է եւ H2O-ն է։